բոլորս փրկության համար ենք եկել։ Ասենք ամեն, չէ։ Բոլորս փրկության համար։ Կարևոր չի, երբ որ մարդը ննջում է, մարդը մանում է, իր համար չկա տես մեկը, որ իր համար վատ բան ասի։ Չկա, տես մի հատ քարոզիչ։ Բարեկամները նստած են, բոլորը նստած են, բոլորը իր համար լավն են ասում, բարին են ասում, բայց որոշողը երգիքն է, ուր գնաց այդ անձնավորությունը, մարդը գովա, կասի ամեն ինչը, բայց կարևորը, որ երգինքը ինչ է որոշում, ուրեմն երկրորդ Տիմոթեոս 15 խոսքը մենակ մի նախադասություն եմ ուզում կարդամ։ Ջանք արա, որ քո անձդ Աստծո առջև ընտիրելա։ Ջանք արա։ Եվ Քրիստոս ունի կնիկ։ Եվ Քրիստոս ճանաչում է իրեներին։ Եվ թող բոլորը, որը Քրիստոսինն են, անօյնությունից հեռանան, որը Քրիստոսին կպատկանեն։ Անօյնությունից հեռանան։ Ոչ մի տեղ Աստծո խոսքի մեջ չի գրված խմբակային փրկության համար։ Չի գրված ընտանեկան փրկության համար։ Գրված է փրկությունը անձնականը, անհատ։ Երկուսը դաշտում են, մեկը վերցում է, մեկը մնում է։ Երկուսը տեղաշորի մեջ են, մեկը վերցում է, մեկը մնում է։ Ես հիշում եմ մեկը, ասեց, երբ որ կինս հափշտավիկի ոտեից կբռնեմ, չես հասցնի։ Անկարելի է այդ։ Անձնական փրկությունը։ Շատերս մեր գլխի տակ փափուկ բարձ ենք դնում եւ երեխեքի գլխի տակ։ Աստված ողորմած է, ինքը Սուրբ Հոգով մկրտված է, ջրով մկրտված է։ Երբ որ Հիսուսը գա, իրանք կփրկի, չէ, դες բաց չկա։ Մեղք երկինք չի մտնի։ Չի հարցում հովիվի տղայա, քարոզիչի, երկողի, աղջիկն կամ տղան, չի հարցնում։ Արդար, Տիրոջից վախեցող, անձը մաքուր պահողը երկինք կմտնի։ Հանած չի։ Մատերիա արանքով չես կարա նայես։ Ու մատերիա արանքով չես կարա Աստված պաշտես։ Չի հարցնում դու աղքատ ես թե հարուստ։ Չի հարցնում քանի դիպլոմ ունես։ Հարցնում է Աստծո առաջ ո՞նց ես քայլել։ Եվ որ մենք Օհայո էինք ապրում, ամերիկական եկեղեցին մեզի կանչեց իրանց եկեղեցին թատրոն ցույց տալու համար։ Թատրոնի վերնագիրը դժոխքն ու տրախտն են։ Տրախտ ու դժոխք։ Մենք ահագին մարդով գնացինք այդտեղ։ Իրանք հարաբերեցին։ Իրանք սարքին այդ թատրոնը նենց, որ մարդը նստած վախենում էր։ Հրեշտակ սարքեցի և հրեշտակը կայնած էր կենաց գիրկը բացած։ Եվ կայնած էին մարդիկ, անունը չեր գրված, նենց դղրդոց էր նվագը, նենց շուշեկն էին դղրդում։ Թշրանի սատանա գալսի տանում իդրան դժողք։ Մի հոգի վերջում։ Հրեշտակը կարդում է, չգտնում անունը։ Ասում եմ մի հատ կարդա։ Գուցե ընդեղ է իմ անունս։ Չկա։ Մի հատ շուր տուր այդ թերթը, տենամ ընդեղ է, ընդեղ էլ չի։ Մեկին նենց դղրդոց ելավ։ Նենց վայնասու ձայն եղավ։
կողքս մի հատ քույրիկի տղա էր նստած։ Այդ վայնասունից բանի ձայնից նայեմ մի աթոռի տակ է մտել։ Աթոռի տակ։ Ընձի հարցատալի Աշոտ եղբայր բրծավ։ Ասի չէ չբրծել։ Եվ որ բրծնի ձի ասա։ Էդի թատրոն էր։ Որ թատրոն էր էդի վախից մտել ատեղ։ Բա որ էդի թատրոն չլնի, իրականություն լինին, ով որ պատկանում է Քրիստոսին անօյնությունից հեռու մնա, մեղքից հեռու մնա, ես չգիտեմ, բայց դու գիտես, խավարի գործը ինչ ես անում, և ոնց ես անում, դարմը կորինթացիս թղթերի մեջ Պողոս առաքյալ իր բերանով ասում, կուսեմ եղբանից չգիտած չլինեք, որ բոլոր մեր հայրերը ամբով անցան, ծովով անցան, Մովսեսի մկրտությունով մկրտվեցին, նույն հոգևոր հացը կերան, հոգևոր ջուրը խմեցին, այն վեմից, որ իրանց առաջորդում էր, իրանից կերան ու խմին, ժողովուրդ, Եգիպտոսից դուրս եկավ, 600,000, ստատիստիկան ասում է 3 միլիոն, չհաշված կանանց երեխեքին, Աստված չէր որոշել Եգիպտոսից հանի, տանի անապատի մեջ կորցնի, Աստված որոշեց իրաց փրկի, Քանանու երկիր տանի, կաթ ու մեղր բխող երկիրը, ամբողջ ժողովրդից նոր սերունդը և Քաղեբն ու Հեսուն մտան, ամբողջ այդ բազմությունից Քաղեբը Հեսուն, 12 լրտեսներ գնացին Քանանու երկիրը նայելու, եկան, տեսան, 10 իշխաներ, ասեն մենք չեն կարա, որովհետև իրանք ահավոր բարձր ու զորավոր են, Քաղեբն ու Հեսուն ասին, մենք կարող ենք, այդ 10-ը նենց սովորացին ժողովրդին, որ ուզում են քարկոծեին Քաղեբին ու Հեսուին, այդ երկուսը մտան Քանանու երկիր, Մովսես, ամբողջ ժողովրդի առաջորդ, չմտավ, Աստված ասեց խփի վեմին, որ ջուրը խմեն ժողովուրդը, ինքը նենց խփեց, որ Աստված ասեց դու չփարավորեցիր ինձ ժողովրդի առաջ, չփարավորեցիր, դու քո աչքերով տենալու ես, բայց ընդ չես մտելու, լերան վրա խնդրեց, ասեց մի խնդրի, չես մտելու, եղբայրներ քուրեր ոչ մեկ թող չասի հեշտ է մտնել երկինք, շատ ներողություն եմ խնդրում, ոչ մեկին չեմ նախատում, բայց պետք է ասեմ, հավատացյալ եղբայր, հավատացյալ քույրիկ, մտնի կազինո ու սկսի հաղալ, Են մեկը մյուսին բարեկամին ասում է, դու գիտես չենք ով է,
Են մեկ ասում է, ասում են ինքը եկեղեցում քարոզում է։ Երեք շաբթօր ուշադրությամբ լսեք, երեք շաբթօր անցալ, երեք շաբթօր Սուրբ Հոգու մեծ զորություն էր իջել եւ խոսք եղավ будет переплавка в народе моем. Каждую душу испытаю. Ամեն մի հոգու փորձելու է։ Ամեն մեկին։ Ասում մեկը եկավ, ասեց, լսի, ասեց, դու հավատացյալ ես, ասում $500 շահել եմ, որտեղից, բանից կազինոյից, են մեկ եկավ, սենց, սրա սրդի մեջ էլ ալնում, են դրա մեջ էլ, տարբեր ծևով աստված փորձում է մարդուն, տարբեր ճանապարհներով, նստած այդ սատանը յաշի գիտեմ, ու չի տեսնում, որ մարդիկ նստած ու նայում են։ Էդի մարդիկ են նայում, բա որ երկինքն է նայում։ Հասկանում ես։ Ու դու գաս, մի անգամից էդի, որ ես տարբեր ձևով լսեցի, հիշում եք Գիեզին, հիշում եք, երբ որ Նեյմանը բժշկվավ, Եղիսեին ուզում էր տարի ոսկի արծաթ, ինքը ուզում էր տարի Եղիսեին ոսկի արծաթ չուզեց, չեն, Նեյմանը ուզեց տարի չուզեց, ինքը գնաց Գիեզի վազեթևիդից, խապեց, դեկալավ, եկավ Եղիսեի առաջ կանավ և Եղիսեին ասեց, որտեղից ես գալիս, որտեղից ես գալի, երբ որ Սուրբ Հոգին հարցատալի քեզ, մտար, հելար, Սուրբ Հոգին ասում, որտեղից ես գալիս, Գեզին Եղիսեին գիտեք ինչ ասեց, ոչ մի տեղ քու ծառան չի գնացել, հասկանում եք, Եղիսեին հոգով լցված ասեց, արդյոք իմ հոգին քո հետ չէր, այն բորոտությունը, որ Նեյմանի վրա էր, թողի քո վրա և քո ամբողջ սերունդի վրա, եղբայրներ քուրեր, կարամ երևամ քո առջև շատ բան, էդի չի կարևորը, կարևորը, որ իր առջև ուղիղ ելնենք, էդի նախատելու համար չեմ ասում, ոչ մեկին գցելու համար չեմ ասում, ներողություն եմ խնդրում, հասկանում ես, դու ոնց կարաս այդ մարդուն Աստծո խոսքը վկայես, Աշոտ եղբայրը չէր, Պետրոսը հեդանոցներ հետ կերավ, բայց եղբայրները եկան Պետրոսը նես արեց ծածկվավ, որ չտենան, բայց Պողոսը տեսավ, ասեց, որ անգամ Բարնաբասը կեղծավորվավ, Պետրոսին ասեց, եթե դու հրեալնելով, հեդանոսի պես սաբրի, ոչ ես հեդանոսին ասին, որ հրեալն ես, ես իմ ձևով, մեկ ձևով բացատրենք, եթե ես հավատացյալ եմ, երկրի թագավորության մարդ եմ, ուզում եմ փրկվեմ, ո՞նց եմ իրեն ասում արի, որ ես իր կյանքով եմ ապրում, լինեմ եմ նստեղ, որ դու կմտնես մաքուր կեղտոտ դուրս գաս, որ հավատացյալ ինձ չի կարելի մտնել, տարբեր տեղ, քննի, տես, երբ որ մարդին ասում են, դու ինչի արեցիր, ինք արդարանում է, չկա տես մեկը մի անգամ ասի, աղբեր ջան, դու ճիշտ ես ասում, ես հավատացյալ ես տես բան պիտի չանեի, ընդեղ պիտի չլնեի, ընդեղ է պիտի չլնեի, մերկ տեղը պիտի չլնեմ, մաքուր կետամ, պիղծ դուրս գամ,
Դրա համար եղբայրներ քուրեր, մենք երկնքի քաղաքացի ենք։ Մի հատ Ամերիկայի քաղաքացին մի որևէ երկրի մեջ մի հատ սխալանի չէ, մի սխալանի Ամերիկան չի հանդուրժում, չի սենց սիրում, ասում ճիշտ է սարեն, չկա։ Այդ երկրի վրա, բայ երկնքի ցայնը, որ ամեն օր մեր հետ խոսում է։ Ամեն օր։ Դու կարաս հաշվի չառնես։ Որ կարաս ոնց ուզենաս տեց ապրես։ Որտե սուտ ասես, որտե խապես, որտե գողանաս։ Որտե գցես։ Ամեն բան դու կարաս անես։ Բայց մեջդ Աստված է ապրում։ Գիշերը չես քնի։ Հոգիդ քեզի կհանդիմանի։ Հասկանում եք եղբայրներ քուրեր։ Շատ ներողություն, ես մի քիչ համարձակ եմ խոսում։ Պետք է մեկը նեղանա ինձ։ Իրար հետ ենք խոսում, մի ընտանիք ենք։ Եվ չեմ ուզում մարդը հավատացյալ չի, եկեցի չի հետում, ոչ մի նեց վիճակով, ոչ թե մարդիկ, մարդ այլ մարդիկ։ Աշտախպեր, ոնց ես լավ եմ, երեք չեմ սոր բանից եմ գալիս, ասում նեց որոշ մարդկանց տեսա դրանք, այդ սա եկեցի են գալի։ Ինչ ես խոսում ասի, հա ասի, ասում եկեցի են գալի, թե ջահել, թե մեծ, թե կին, թե տղամարդ, հա աստեր ասված, ասի կարող սխալվել ես, ասում մի պաշպանի, բայց չեմ պաշպանում, եղբայրներ քուրեր, բոլորս էթում ենք երկինք, ինչ անենք, երեք կատարել եմ, այսօր չեմ անելու, Աստված շանս տալիս է մարդուն, թե չէ, այո թե չէ, Աստված տալիս է հնարավորություն մարդը հետ դառնա, ինչ անենք, երեք արել եմ, անմիտ եմ եղել, սխալ եմ եղել, մեղք եմ գործել, գնացել եմ, այսօր Տիրոջ առջև ասում, ես չեմ անելու, ընդունում է Հիսուսը թե չէ, և ինքը հետ խոսքով չի լնում, մեկ ետերսում մարդը հանդիպով ասում, ինա դու ա բերում քիքու առաջ, ասում ես վիճակ, այս բան, այս դրությունը, ինչ է, ասում աղբեր ջան, ես արել եմ, հավատացյալ եմ եղել, սխալ եմ արել, մեղք եմ գործել, դեմը հավատացյալ չի, Աստված լսում է, որ դու անձդ խոնարհացնում ես ու էներում առաջ, խոնարհացնում ես, էլ չես անում, քուրեր եղբայրներ, արդյոք մենք չենք վախենում, նայեք, ինչքան ժամանակ հայտարարում են, երեխեքին խրգել է դպրոց, մի հատ անձնավորություն մտել է դպրոց, էցրան է կրակել, դրան է կրակել, սպանել է, արդյոք դու չես վախենում։ Որ մեկը գարանտիա ունի երեխեքին դպրոց խրգելուց ինչա ոնց ալնելու։ Գարանտիան գիտեք որն է։ Իմ ու քու սուրբ կյանք ապրելը։ Աստծո առաջ երկյուղով քայլելը։ Ասես ես քո երեխեքին կպահեմ։ Դու կղրկես ես բարեշտակս կդնեմ պահապանության։ Ոնց ես ուզում հիմա։ Հեսնես ապրես թե Տիրոջ պահապանություն ունի քո ընտանիքի վրա։ Ուզում ես որ Աստված քո ընտանիքը պահի։ Քո աղջկան պահի, տղայիդ պահի։ Երբ որ մի բան ալինում գլուխդ բռնում ես, քորում ես, ինչ պետք է անեմ։ Բայց որ ծածուկ ձևով սկսում ես ծխել։ Ծածուկ ձևով ուրիշ բան ես անում։ Ու եթե հավատացյալ մարդը հանդիպում քեզ նստեղ, որ դու կարմրում ես, ասում ես ինչ կլինի։ Ծնողը չիմանա, չի իմանա, բայց մի պայմանով, եթե դու սկսես ապաշխարել, ոչ մի բան, ոչ մեկ չի իմանա։ Եղբայրներ քուրեր, ոչ թե փողն է օգնում, որ երեխան բերում է, ոչ թե երեխան շատ խելոք է տանդ մեջ, դա է օգնում, օգնում է ինի, որ երեխեդ աստվածապաշտ լինի, Հիսուսին պաշտող լինի, դու ուրախություն ունենաս,
որ երկինքը բացված լինի քո համար։ Երկու հավիտենություն կա։ Մի հավիտենություն չի։ Երկու հատ հավիտենություն կա։ Մեկը Հիսուսի հետ, մեկը հավիտենական կրակի մեջ։ Ընտրություն արա, ես ու դու ընտրություն անենք։ Աստված ոչ մեկին չի ստիպում։ Հիշում եք Ադամը, երբ որ մեղ գործեց։ Ինքը պաղկվավ, Աստված անցնում էր, ասեց Ադամ ուր ես։ Ասեց ես չեմ կարող քո երեսին տենամ։ Ինչի համար։ Որտեղ մեղք եմ գործել։ Ով ասեց քեզ քո մերկությունը։ Մերկությունը բացվավ։ Դրա համար եղբայրներ քուրեր, թող Աստվածի օրհնի մեզի։ Նայեք, այդքան ժողովրդին Աստված չհաջեց։ Այն օր մենք զրուցում էինք, ասում ամբողջ աշխարհից 8 հոգի փրկվավ։ Ամբողջ Սոդոմ Գոմորից 4 հոգի դուրս եկան, 3-ը փրկվան, մեկ աղի արձան դարձավ։ Արդյոք ես միզի ոչ մի բան չի ասում։ Աղոտկա ժողովներ աստել, աղոտկա ժողով, շատ քիչ մարդ է գալիս։ Ամեն մեկը տարբեր ձևով պատճառ ունի, եթե լրիվ հարգելի պատճառներ են։ 3 շաբթի պաշտամունքը հարգելի պատճառը, չեմ կարող գամ։ Անգամ ասում 20 րոպե ուշացել ես 20 րոպե արի։ Քեզ ժամ ես ուսած, քեզ ժամով արի։ Արի աղոտ կանենք, աղերսան կանենք, Տիրոջ առջև կանգնենք։ Մի անգամ մի եկեղեցու մեջ հայտարարեցին ծոմ։ Մի հատ ընտանիքի համար։ Այդ ընտանիքի մեջ շատ ծանր հիվանդություն եղավ։ 3 օրվա ծոմ։ Հովիվը մտնում է մի ամի տեղը մեկին, անցելուց մեկի տունն է մտնում։ Տենում այս տանտերը երշիկա կդրտում, հացը դնում, ուտելիքա դնում, ուտում են։ Ասում այդ տանտիրոջ ասում եղբայր, բա 3 օրվա ծոմը հայտարարված եկեղեցում, բա ասում ով որ հոգս ունի, թող ինքը իր համար հոգս անի։ 3 օր ծոմը հայտարարված ընտանիքի համար։ Ինքը քարոզիչ անսավրություն։ Ուտում է խմում։ Հովիվը ասում է բացոմը հայտարարված։ Ասում է ով որ հոգս ունի, ով դժվար, ինքը թող իր համար ուտի։ Անցավ մի տարի ժամանակ եւ այդ ընտանիքի մեծ վիշ տեղավ։ Մեծ։ Եկավ ասեց Հովիվ եղբայր, ընտանիքս կորցվում է, ծոմ հայտարարի։ Ասեց մենք կհայտարարենք ծոմ, բայց քո պես չենք անի։ Քո պես չենք անի։ Ասեց ընկավ, չոքեց, ասեց ես մեղավոր եմ, ես սխալ եմ։ Քուրեր եղբայրներ, թող Աստված մեզ օգնի։ Կարանք ասենք ամեն։ Արթնանանք։ Մեր հոգու աչքերը բացվի։ Մեր անձերը մաքուր պահենք։ Ինչքան կարաս, ոչ մի բան քեզ չի խանգարի, բացի մեղքից։ Չի հերիքում, սխալ ես, ընդեղ լավ չես հագնված, էդի չի խանգարում։ Մեկ 3 հատ դիպլոմի դու չունես ոչ մի բան, դու անգրագետ ես։ Ես անգրագետ եմ, բայց ինքը գրագետ է։ Էդի չի խանգարում։ Ասե ձեր մասնագիտությունը ինչ է, ասե ձգնորս։ Ձգնորս։ Եվ այդ ձգնորսները Պետրոսն ու Հովհաննեսը տաճար մտելու ժամանակ տեսան կաղին։ Դրա համար Պետրոսն ու Հովհաննեսը ասին մեզի նայ։ Արծաթ, ոսկի չունենք։ Ինչ որ ունենք, էդի ենք տալի քեզ։ Նազովրեցի Հիսուսի Քրիստոսի անով ոտի կանգնի։ Ոտի կայնավ։ Որ դիպլոմը բժիշկեց իրան։ Բոլորը շատ լավ է որ դիպլոմն կա, բայց եթե քեզ թող հագից չտա։ Որ մեկին բժիշկեց, որ ինքը շատ հարուստ է, փողեր ունի։ Որ մեկի փողը փրկեց։ Արծաթ ոսկի չունեմ։ Ինչ որոն էդ եմ տալի քեզ։ Թող Աստծո հոգին մեզի առաջորդի եղբայրներ քուրեր։ Թող իր երկյուղը մեզ սրտերի մեջ դնի։ Մենք չապրենք մեր համար։ Մենք ապրենք իր համար, ումը որ պարկենք։ Մենք իրան պարկենք։
քու ընկերը այսօր չկա, որտեղ ինքը Հիսուսին չընդունեց, մեռավ։ Քու բարեկամները չկան, բայց ես ու դու կանք, որտեղ Հիսուսը ինձ ու քեզ գտավ։ Հասկանում եք եղբայրներ քուրեր։ Ու ամենակարևոր մի բան էլ կար, միտեղ ասում է եղբայրներս էլ մի բան ասեմ էլի, լսել եմ, որ դու ինչ որ օրենքի ձևով ես վարում։ Մարդիկ ուզում են բարեկամների հարսանիքին դեմ դու չես թվում, ասես ես տես բան չեմ արել երբեք ոչ մեկին։ Ուղղակի ասել, եթե դու կարաս հավատացյալ լինես, կարաս գնաս օրողբոյտ աղջիկը հարսանիքին կամ տղու հարսանիքին, կարաս, եթե բայց հավատացյալ կարաս անես։ Բոլորը բարեկամներ գիտեն, որ դու հավատացյալ ես։ Հասմը գիտեն։ Ասում պետք ասի գնա։ Գնաց։ Դենա պաշտամքի չի գալի։ Հա, տարիներ առաջ։ Ասի խիչ ես գալի պաշտամքի։ Ասեց աղբեր ասեց, մեղանչել եմ, ինչ ես մեղանչել, մարդը խմում է, մարդը պարում է, ու ինքը մոռանում է, որ ինքը հավատացյալ է, մարդիկ նայում են, ու մարդիկ իրար հետ խոսում են, նայ, նկարողը հատկ նկարում է, են պարողն չի նկարում, քեզ է նկարում։ Բարշակը վիկալար խմար, քեզ է նկարում։ Առիթ փտրողին առիթ տվիր։ Ոնց կուզենամ կանեմ, ով կարանձի ասի մի բան, ոչ մեկ չի կար ասի։ Ես ներողություն խնդրեմ, չեմ ասի։ Բայց գիտի, եթե շարունակ ես այս ապրես երկինքը փագա քո համար։ Դու գայթակղություն ես։ Դե հիմա դու գնա հաշիվ տուր։ Ես չեմ ասել ոչ մեկին ու չեմ էլ ուզում ասեմ, մի գնա համերգ, մի գնա հարսանիքի, մի գնա տեղ, ես չեմ ասել։ Գնա ու քեզի ստուդիով ես դու։ Եթե իրոք են Վարդան եղբոր ասացի աղն ես լույսը, աղի աղ եւ լույս։ Թո Աստված մեզ օգնի։ Խոնարհվենք իր առջև։ Ներողություն խնդրենք, որ ինչ որ սխալ ենք անում ու մեղք ենք գործում։ Որտեղ որ անօրինություն ենք անում։ Աստված մեզ օգնի։ Ուշ տա կարողություն տա, որ կարողանանք բոլորը երկինք մտնենք։ Հիշում եք մի բան էլ կարա Հիսուսը ասեց, որ աշակերտները ասին, որ դու ասեցիր, որ այն ինչ որ բերանը չի փղծում, ինչ որ մարդու մեջից դուրս մա ինի ապացում, չէ՞։ Աշակերտները այքան ասին ժողովուրդը փարիսեցնե գայթակղվեցին։ Հիշում եք Հիսուսը ինչ ասեց իրանց։ Այն տունգը, որ Աստված չի տնկել, ինչ ալնում։ Ինքը չգնաց ներողություն խնդրելու, ասեց կներեք ինձ, որ ես բան եմ ասել։ Այսօր Հիսուսի Քրիստոսի անունով ուղղակի խնդրում եմ բոլորիս, ինձի առաջինը եւ բոլորիս։ Եկեք իրար օգնենք, որ կարողանանք փրկվենք։ Աստծո խոսքը ասում է, ինչ ցանեցիր, ինքը ընձես, չես փախնի։ Թող Տերը մեզ օգնի եւ ապաշխարություն տա։ Կանենք ոտքի։